Բարի առավոտ էլի բարեկամներ, օրհնյալ է այս օրը։ Սիրում եմ առավոտը, սիրում եմ արեգակը, լույսը, Տիրոջ տված։ Ես լուսասեր եմ եւ դա հայտնաբերել եմ իմ մեջ Երանի նրանց, ովքեր լուսասեր են։ Այսօր մենք միացանք մեր սիրելի Հովանես եղբայր հետ եւ Հովանես եղբայր, բարի լույս։ Շնորհակալ եմ միացանք, ընդունեցիք հրավերը։ Այո, ես շատ ուրախ եմ։ Պատիդոչը։ Միացանք, ինչպես միշտ։ Այսօրվա թեման շատ կարևոր թեմա է եւ ընդհանրապես Աստծո խոսքի հետ կապված յուրաքանչյուր թեմա դա յուրահատուկ է եւ շատ կարևոր կենսական նշանակություն ունեցող վերնագիրը շատ խոստումնալից է, ինչու է Աստված կարևորում սիրտը եւ իրոք մենք ամբողջ Աստվածաշնչի մեջ դա նկատում ենք, այսպես ասած, շարունակական եւ
գրեթե բոլոր թեմաների մեջ հոգևոր սիրտը հատուկ տեղ է գրավում։ Մենք սիրով լսում ենք քեզ եւ շնորհակալ ենք։ Այո, եղբայրս։ Ինձ էլ իհարկե զարմացնում է այս ամենահաճախ կրկնվող սուրբ գրային իրողությունը, որ ոչ միայն Աստված այդ մասին խոսում է, հապա նաև հատուկ ձևով կարևորում է սրտի հարցը։ Եվ փորձենք այսօր իհարկե մեր չափերի մեջ փորձենք խոսել այս մասին, տեսնել թե Աստվածաշունչը ինչպես է ներկայացնում, թե ինչու է Աստված կարևորում սիրտը եւ համարներ պիտի կարդանք Սուրբ Գրքից բավական եւ պիտի տեսնենք թե Սուրբ Հոգին ինչ է մեզ ուզում ասել։ Որպես նախաբան ես կուզեի իմ համոզմունքս հայտնել, որ Աստվածաշունչի մեջ հաճախ հանդիպում է ոչ միայն սիրտ, հապա նաև երիկամներ խոսքը։ Ուրեմն Աստված ընտրել է այս երկու բառերը, որոնք մենք ունենք մեր ֆիզիկական սիրտը, մեր ֆիզիկական երիկամները, բայց գիտակից ենք, որ Աստված չի խոսում հենց ֆիզիկական միս ու արյուն եղող, ուրեմն սրտի կամ երիկամի մասին, թեև գիտությունը գնալով ավելի զարմանում է, քննելով գենետիկ որոշ հարցեր եւ ուսումնասիրել ավելի խորը, քանի որ գնալով ավելի կատարելագործված գործիքներ է ստեղծում, որ կարողանում է թափանցել ավելին, քան ասենք, երբ այդ գործիքները չուներ, եւ հայտնաբերում է շատ զարմանալի բաներ։ Իհարկե Դավիթը երբ որ գրում է սրտի մասին կամ Աստվածաշունչը երբ որ գրվել է եւ խոսք է գնում սրտի մասին, այն ժամանակ նրանք ոչ ունեին այդպիսի գործիքներ, ոչ ունեին այդպիսի տերմինոլոգիա, գենետիկ կամ գեն հարցեր այսպիսի չէին կարող լինել, բայց դրանք իմ համոզմամբ փոխարինված են սիրտ կամ երիկամներ այս խոսքերով։ Թեև նորից եմ կրկնում, գիտությունը խորաթափանց ձևով բաներ է հայտնաբերում, ինչպես օրինակ, եթե տեղյակ եք, որ սրտի մեջ էլ կան նեյրոններ, այսինքն ինչ որ ուղեղի մաս է կազմում, բանից պարզում է սրտի մեջ էլ կա եւ սիրտը եւ մեր ուղեղը այս նեյրոնների համակարգում համաձայնեցված են գործում եւ զարմանալի այսպիսի բացահայտումներ։ Ասում են, որ սիրտը նաեւ հիշողություն ունի։ Այո, եթե մասնակից է ուղեղի աշխատանքին, ուրեմն իրենից նույնպես ներկայացնում է մի տեսակ ուղեղ, ուրեմն սիրտը։ Բայց նորից եմ կրկնում, իհարկե Սուրբ Գրքի մարդիկ, որոնք ներշնչված գրել են այս գիրքը, այս բառապաշարը չունեին եւ չէին կարող ունենալ։ Դրա համար գործածում են ավելի սովորական բառեր, որոնք սիրտ, երիկամներ, այս տեսակ դրսևորումներով։ Կարող ենք ասել, որ դա այսօրվա բառապաշարով մենք կարող էինք ասել գենետիկ համակարգը կամ գենոմը կամ եւ այլն։ Զարմանալի մի ուրիշ բան, որ ժողովողի մեջ են կարդում, ասվում է, որ ժողովող 3:11-ի մեջ մեզ ասվում է, որ ուրեմն սրտի մեջ դրված է հավիտենականությունը, դրված է։
որոշ թարգմանություններ թարգմանել են աշխարհը, քանի որ եբրայերեն օլամ բառը նշանակում է նաև աշխարհ այն առումով, որ ամբողջ արարչությունը նկատի ունի, բայց ավելի ուրեմն առավելությունը տրվում է հավիտենականությունին։ Իմ թարգմանության մեջ հավիտենականություն բառն է։ Այո, ես դրա համար եմ ասում, որոշ թարգմանություններ, օրինակ ինչպես հայտնի King James անգլերենը, այնտեղ ուրեմն աշխարհ է թարգմանված, բայց նորից եմ կրկնում, դա այն աշխարհն է, որ նոր կտակարանի մեջ մենք հանդիպում ենք, օրինակ Հովանու 3:10 Աստված այնպես սիրեց աշխարհը, դա չի նշանակում են չար միջավայր, հապա ամբողջ արարչությունը, հավիտենությունը կարելի ասել։ Ուրեմն այնտեղ դրված է, եթե այնտեղ դրված է, ուրեմն ինքն է, որտեղ միայն ինքն է հավիտենական։ Դա նշանակում է, որ այնտեղ կա իր ներկայությունը, իր գենը։ Տեսնում եք, շատ հետաքրքիր է։ Այդ գենը Դավիթը իր 51 Սաղմոսում 6-րդ համարում ասում է, որ դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ։ Որն է Սաղմոս 50 Սաղմոս 51:6 Ես կարող եմ ընթերցել, եթե ուզեք, ուրեմն տեսեք ինչպես է ասում։ Թեև ասում է, 5 համարը ասում է, թեև ես անօրենությունով եմ ծնվել, եւ մեղքով հղացավ ինձ իմ մայրը, ահա դու սիրում ես ճշմարտությունը երիկամունքներում եւ ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ։ Շատ զարմանալի բան է ասում Դավիթը, նորից եմ ասում, մարդը մեր նման տեղեկություն չունի, ոչ գենետիկայի մասին, ոչ մեր այդ խորը տեղերը գտնվող ոնց որ Սուրբ Գիրքը ասում է հոգու եւ շունչի բաժանմունքների տեղում գտնվող ցուցկերի վերաբերյալ եւ այլն, ուրեմն բայց հայտարարում է, որ Աստված սիրում է այնտեղ ինչ որ բան եւ ինչ է այդ բանը ճշմարտություն դրա համար ես հաճախ կրկնում եմ, որ Աստծո գենը, Աստծո որդին, եթե գուզեք հոգի է եւ ճշմարտություն անունն է կրում։ Դրա համար Հիսուս, երբ որ խոսում էր որոշ հավատացյալ իրեն հավատացող հրեաներին, որոնք վերջում պարզվեց, որ ուրիշ հայր ունեն, սատանան է նրանց հայրը, նա ասեց, որ որտեղ նրա մեջ ճշմարտություն չկա, ուղղակի չկա, եթե չկա, ուրեմն այդ գենը չկա։ Սա ուշադրության արժանի բան է, որ մենք տեսնենք, թե ինչպես է լինում, որ մարդը ժառանգականորեն, ժառանգության հետևանքով, ինչպես Դավիթը քիչ առաջ ասեց, որ այդպես մեղավոր ծնվում է։ Բայց այնտեղ կա, նրանք ովքեր Աստծունն են, այնտեղ կա իր գենը, որը հոգի է, որը կոչվում է ճշմարտություն։ Զարմանալի է, որ ես խոսում եմ գեների մասին եւ ասում եմ հոգի է, այո, ես հաստատում եմ դա, իմ համոզումը վերջնական այդպես է, որ մենք ոչ միայն ունենք այդ նուկլեոտիդներ մի քանի բաներ, որոնք հայտնաբերել ենք, այնտեղ մեր գեների մեջ կա նաեւ մեր շունչի եւ մեր հոգու ծրագիրը։ Չէ՞ որ ծրագրերը այնտեղ են, ամեն ինչ այնտեղ է։ Այդպես ենք մենք հղացնում եւ մեր սաղմը, որ կառուցվում է այդ երեքը միևնույն ժամանակ, այսինքն մարդ արարածը, մարմին, շունչ եւ հոգի է, հետեւաբար դա գտնվում է հենց սկզբում։ Դրա մեջ հիմա մենք միգուցե մի օր կհասնի, որ կունենանք նաև այնպիսի գործիք, որ հոգի կտեսնենք, կամ ասենք մարդու աղբյուրը բնավորության, կհամոզվենք դրանում, բայց առայժմ մենք այդ գործիքները չունենք, ինչպես նաև չենք տեսնում մեր սեփական հոգին, որտեղ նա անգիտակիցի մեջ է թաքնված։
մենք տեսնում ենք դրա դրսևորումները ենթագիտակիցի, հետո գիտակիցի մեջ, բայց այնտեղ խորը տեղերը մուտք չունենք, բանավանդ որ մեղավոր բնույթի պատճառով այնտեղ վարակույր էր մտնել հնարավոր չի։ Եվ այսպես է խնդիրը, ուրեմն այս նախաբան էր, որպես ես ներկայացրեցի, Աստվածաշնչի մեջ զարմանալի բաներ ենք տեսնում, որ այդ սիրտը նաև կարողանում է խորհել, սիրտը խորհուրդներ ունի։ Տեսնում ենք, որ սիրտը կարողանում է նաև զգալ, անգամ կամենալ։ Եվ մենք հաճախ գործածում ենք դա։ Ասում ենք սրտանց զգում եմ, կամ սիրտս կամենում է, չէ, այդպես բաներ ունենք մենք։ Սիրտս քաղցր բան է ուզում։ Սիրտը մտածում է։ Ինչ որ այսպիսի բաներ ենք վերագրում, դա նշանակում է, որ այդ սիրտը անմիջականորեն կապ ունի մեր հոգեկան կարողությունների հետ։ Ինչպես իմացականություն, զգացականություն, կամք եւ դրանց հետ կապ ունի։ Ոչ միայն կապ ունի, հապա նաև ինչ որտեղ դրանց ղեկավարողն է։ Այսինքն իրենից կենտրոն է ներկայացնում, մեր էության կենտրոն է։ Եվ սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ այդ սիրտը, որ բնական չասեմ, ավելի գերբնական ձևով մեր մեջ բնակություն է հաստատված եւ այնտեղ է գտնվում այդ հավիտենությունը, բայց ինքը սիրտ հասկացողությանը վերագրում է շատ բացասական մի ուրեմն դրսևորում եւ պիտի փորձենք հիմա այդ մասին մի քիչ ծանոթանալ Աստվածաշնչի մեջ, օրինակի համար ես պիտի սկսեմ սկզբից, հետո կամաց կգանք, հետո նոր ուխտի մեջ։ Ուրեմն առաջի անգամ հանդիպում ենք Սուրբ գրքի մեջ Ծննդոց գրքի 6-րդ Ծննդոց գրքի 6-րդ գլխի 5 համարում։ Երբ որ կատարվել էր ինչ որ հիբրիդացում եւ դրա պատճառով 5 համարը ասում է եւ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր, այսինքն զարգանում էին, գնալով, ավելի չար, ամեն օր մի քիչ ավելի չար, պատկերացնում ես, ուրեմն մի բան էր կատարվել այս սրտի հետ, որ ամեն օր դառնում էր չար, եւ բնական է, որ եթե շարունակենք, կտեսնենք, որ ասում է եւ այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վրա մարդ ստեղծեց, շատ հետաքրքիր է զղջալ բառը, սա ցույց է տալիս, որ Աստված էլ սիրտ ունի։ Եվ հիմա կտեսնենք, որ ունի։ Զղջաց ասում է, որ երկրի վրա մարդը ստեղծեց եւ իր սրտի մեջ տրտմեց։ Սրտի մեջ տրտմեց։ Հետաքրքիր է մտածել, որ հավիտենությունը, հավիտենական էությունը սիրտ ունի։ Եվ սա էլ շուտ կապ է ստեղ այն սրտի մասին գաղափարի, որ ես ասում եմ, որ այդ սրտի մեջ իր գենը կա, այսինքն այդ նույն սրտի գաղափարը նաև ինքը ունի։ Եվ քանի որ այստեղ որոշեց, դուք գիտեք պատմությունը, որ այդ չարությունը որոշեց ոչնչացնել, իհարկե ջրհեղեղ եղավ եւ այլն, իսկ 8-րդ գլխի մեջ, այս նույն Ծննդոց գրքի 8-րդ գլխի մեջ, ուրեմն 21 համարում, ասում է, եւ Եհովան անուշ հոտը հոտոտաց
որովհետև Նոյը մի քիչ վերևից կարդամ, եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առավ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, մաքուրը կարևոր է, եւ սեղանի վրա ողջակեզներ մատուցանեց։ Եվ Եհովան անուշ հոտը հոտոտաց, եւ Եհովան ասեց իր սրտումը. այլևս չեմ անիծի երկիրը մարդի պատճառով, որովհետև մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունից, այսինքն իծն է, եւ այլևս չեմ զարկիր բնավ ոչ մի կենդանի ինչպես արի։ Հետարքիր է անգես չէ, իր սրտի մեջ այս ասեց, թեև մանկությունից չար է, այսինքն այնպիսի մի բան եղավ, որ մարդիկ սկսեցին այդպես ծնվել, ինչպես Դավիթը ասեց, մոր որովայնից, մեղքով հղացա։ Այս է իրավիճակը, որ Աստված հայտարարում է իր խոսքով, ուրեմն այդ սիրտը դարձավ չար եւ անհնարինս խաբեպա։ Հիմա կկարդանք դա էր։ Այդտեղից են գալիս ամեն չար բաներ, այդ սրտից։ Կարևոր է, չէ, այնպես չէ, ուրեմն այս փոփոխությունը որ տեղի ունեցավ։ Բա ինչ եղավ այդ հավիտենականությունը, որ սրտի մեջ էր։ Ուր է այդ գենի հետ ինչ եղավ։ Այդ գենը ընկավ այդ չար բնության գերության մեջ։ Գերի ընկավ։ Եվ Աստված ցույց է տալիս դա, որ այդպես է, որովհետև հետագայում անհրաժեշտություն եղավ, որ այդ քարացած սիրտը, դրան անվանում է քարացած սիրտը, չար սիրտն է, որ այդ չար սիրտը փշրվի, քանդվի եւ փոխարինվի մարմնեղեն սրտով, որի վրա արդեն գրված լինի Աստծո օրենք։ Այսինքն դա իր օրենքի հոգին եղող բնույթն է, բնավորությունն է։ Նրա մեջ մեղք չկա։ Տեսնում եք, ես կբերեմ դա, որ տեսնենք, թե վերստին ծնունդի կարևորությունը նաև այստեղ ինչու՞մն է։ Այդ ով է այդ վերստին ծնվողը, որ հավիտենական է։ Այդ հավիտենությունն է։ Նա փրկվում է գերությունից, եւ Հիսուս եկավ, որ ազատի գերիներին, անշուշտ գիտեք, որպեսզի կարելի լինի մեր մեղավոր բնույթը, չար սիրտը կոտրել, փշրել եւ փոխարինել Աստծո սրտով։ Ուրեմն եկեք մի ուրիշ տեղ էլ կարդանք Աստծո խոսքից եւ քիչ այսպես զարգացնենք թեման։ Ուրեմն ելից չէ, կներեք, Սաղմոս 14 առաջի համար, Սաղմոս 14 1 ասում է անզգամը ասեց իր սրտումը, թե Աստված չկա։ Անզգամ բառը նաև թարգմանված բնօրինակ ասում է խենթը կամ անմիտը, անմիտ։ Ուրեմն իր սրտումը, թե Աստված չկա։ Նրանք ապականվեցան եւ գարշելի եղան իրենց գործերովը եւ ով ոչ, ուրեմն լավ չեմ տեսնում կներեք, եղան իրենց չկա, որ բարի գործ է։ Ով չկա, որ բարի գործ է, այսինքն ոչ ոք չկա, որ բարի գործ է։ Երկրորդ համարն էլ է շատ հետաքրքիր։ Թեմայի մեջ է։ Այո, Տերը երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնե թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե։ Քանի որ այդ պայմանների մեջ ընկավ մարդը, տեսնում եք, ուրեմն ոչ ոք չկա, որ բարի գործ է ասում է։ Եվ
նաև ինչպես քիչ առաջ ասացի նույն 51 Սաղմոսի 12 համարը դուք գիտեք որ այդ Սաղմոսը Դավիթի ապաշխարանքի զղջման Սաղմոսն է եւ ինքը ասում է որ 11 համարի մեջ 51-11 Դեն մի գցիր ինձ քո երեսիցը եւ քո սուրբ ոգին մի վերառնիր ինձանից դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը եւ կամավոր հոգովը հաստատիր ինձ ինքը զգում է որ ինչ որ բան է կատարվել իր հետ իր մեղավոր բնույթի պատճառով որ մեղավոր բնույթը եւ Աստծո հոգին չեն կարողանում իրար հետ միևնույն ժամանակ բնակվել ինչ որ համաձայնության գալ իրար հետ հնարավոր չի Աստված ոչ մի կերպ չի կարող հաշտության ձեռք մեկնել մեղքի հետ չի կարող եւ նա ինքը թույլ է տվել դա որպեսզի ցույց տա որ ինքը չի կարող հաշտվել դրա հետ այնպես էլ ուրեմն 104-րդ Սաղմոսն է խոսում այդ մասին Սաղմոս 104-ը եւ ուրեմն 15 համարը ասում է եւ գինի որ ուրախացնում է մարդի սիրտը նրա երեսը փայլեցնում է յուղից եւ հաց որ հաստատում է մարդի սիրտը այս օրինակը իհարկե մենք եթե այս բոլոր բառերին հոգեվոր բնույթ տանք գիտեք որ ամեն մեկը ունի իր համապատասխան գինիով մի հարբեցեք հապա սուրբ ոգով լցվեցեք այնպես չէ մարդու սիրտ ուրախությունը պետք է լինի կամ այս յուղը այս հացը որ հաստատում է այդ սիրտը եւ այլ սրանք ստանում են շատ խորը հոգեվոր մի բնույթ ուրեմն մի քիչ էլ առաջ գնանք առակաց գրքի մեջ ասում է 4-րդ գլխի 23 համարը մեզ ասում է այսպես ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին որ նրանից է կյանքի ելքը սա մի զարմանալի խոսք է զգուշացիր նրանից նա աղբյուր է կյանքի ելքը ընդեղից է այսինքն ծրագրի մասին է խոսում այո ես դա ինչ որ կենտրոն է որտեղից կյանքի ելքը որոշվում է թե ինչ ելք կունենա այդ կյանքը սա հրաշալի մի բան է երբ որ կարողանում ենք ճիշտ տեսնել իհարկե այդ կենտրոնը վերջին հաշվով դրսևորվում է մեր սեփական եսով, այսինքն մեր անձով, մեր շունչ ասածով, որը մեր այդ աղավաղված մի տեսակ սրտի բնույթն է, բնավորությունն է իրականում։ Ուրեմն այս չար բնույթը ցույց է տալիս, որ Աստծո պատկերը, Աստծո գենը, Աստծո որդին, ճշմարտությունը ընկավ գերության մեջ, դարձավ անկենդան եւ դարձավ կարիք ունեցող վերածնունդի, վերածնվելու կարիք ունի, կոմայի մեջ է, պետք է վերակենդանացնել, այսպես ասեմ, նրան, այդ գերությունից ազատելով, եւ դա տեղի ունեցավ մեղքի պատճառով։ Ուրեմն այդ սկզբնական բնօրինակ պատկերը աղավաղվեց եւ հետեւաբար այդ աղավաղված պատկերը Աստծո որդի չի կարող կոչվել։ Այստեղից է անհրաժեշտությունը վերստին ծնունդի։ Կարծես թե վերա ծրագրավորում է տեղի ունենում։
փոփոխություն սորտ նոր տեղի սորտի ունենում փոխարինում փոխարինում այո հիմա ես ցույց կտամ որտեվ վերցվում է քարացած սիրտը այո եւ նրա փոխարեն տրվում է մարմնեղեն սիրտ նույն համարը կա որ շատ վառ ձևով է ներկայացնում Պողոս Արաքյալը ասում է կյանքի եւ հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից վերափոխարինում է տեղ ունենում սա շատ կարեւոր է իհարկե նա մեռնում է փոխարինվում է սրան հենց Քրիստոսի խաչի քարոզությունը սրան է վերաբերվում որը շատ կարեւոր է որովհետեւ ցավոք սրտի այսօր շատ հաճախ մենք լսում ենք եսակենտրոն ավետարան այդ եսակենտրոն ավետարանը պիտի փոխարինվի Քրիստոսակենտրոն ավետարանով հիմա օրինակի համար այդ քարե սիրտը Աստվածաշունչը տարբեր բնութագրեր է տալիս քարե սիրտ անթլպատ սիրտ չար սիրտ տարբեր բնութագրեր կա բայց կարևոր է իմանալ որ միայն Աստված է կարողանում թափանցել այդ սրտի եւ երիկամների մեջ միայն նա է տեսնում այնտեղ գտնվող իր պատկերը իր գենը մեզ տրված չի դա անելու մենք չենք կարող սրտեր քննել ոչ էլ սատանային որպես հրեշտակ տրված չի միայն իրեն է տրված ինքն է արարիչը ինքն է կարողանում այդ կոդը ինքը գիտի ծածկագիրը ինքը գիտի միայն ոչ մեկին չի տրված ինքը կարողանում է այդ ծածկագրով թափանցել իր առջև ոչ մի բան փակ չի միջև այդ խորքերը որ տեսնի թե իրենները ով են ուր են եւ նրանց ազատի որտեվ ես հիշեցնեմ ձեզ Աստծո հիմքը երկրորդ Տիմոթեոս 2:19 Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքը ունի որ Աստված ճանաչում է նրանց որ իրն են ուրեմն Աստված գործում է իրենների համար հիմա նա է կարողանում մարդու սիրտը երիկամները քննել ուրեմն մեղքի օրենքի պատճառով այսպես ասեմ որ մեղքի օրենք մտավ մարդու մեջ եւ գերիշխում է մարդուն մենք տեսնում ենք առաքյալը մեզ բացատրում է Ռոմայացիս 7-րդ գլխի մեջ ցույց տալով մեր խղճալի մարդ լինելը որովհետեւ անգամ մեր իմացած բարին ուզում ենք անել չենք անում որովհետեւ մի հատ գերություն կա այնտեղ մեղքի օրենքը գերի է բռնում Եվ սա իրողություն է, ամեն հավատացյալ գիտի, որ սա այսպես է։ Եվ այս բնույթը, որ մենք ստացանք, թվում է, թե մեր իմացականությամբ, զգացականությամբ, մեր կամքով, մեր եսով, այս չար բնույթ ունեցող, ինչու է չար, որովհետև գիտեք, այդ բոլորը դարձավ ընկավ իր բարձրությունից, փառքից պակասեց, մեղքի պատճառով զատվեց Աստվածանից, նա դարձավ փոփոխական, դարձավ հարաբերական, դարձավ ժամանակավոր, դարձավ անվստահելի, մեր ամեն ինչը, ինչ որ բխում է այդ չար սրտից եւ չար բնույթից, ուրեմն անհրաժեշտությունը Աստծո համար, որ ցույց է տալիս, որ նոր սիրտ պետք է տա մեզ, ինքը կոչում է դա մարմնավոր կամ թլպատված, թլպատելով այդ սիրտը, լուսավորելով այդ սիրտը, նրա մեջ բնակվելով վերջին հաշվով, որպեսզի վերադարձնի այդ բնօրինակը, այդ Աստծո որդու բնօրինակը։ Եվ այստեղից էլ անհրաժեշտություն կա, իհարկե, ինչպես Մաղաքյանն է ասում, վերադառնալ մեր հայրերի սրտին։ Առաջ գնալով, ուրեմն եկեք կարդանք Երեմիա 13:22-ը,
եւ ավելի ճիշտ 17:9 Երեմիայի 17:9 որ մեզ հստակորեն ասում է խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված ստեղից է գալիս մեր ապականացու լինելը որ առաքյալը հաճախ կրկնում է ոչ թե ապականացու սերմից, հապա անապականացու, այս ապականացուն անապականություն պիտի հագնի, մահկանացուն անմահություն, տեսնում եք, ուրեմն այս բոլորը վերաբերում է նաև սրա։ Ասում է, ով կարող է հասկանալ նրան։ Ով կարող է նրան հասկանալ, քանի որ ինքը ամենից ավելի ապականված է եւ խորամանկ։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։ Ահա հայտարարությունը Տերոջ կողմից։ Եվ Երեմիան սա ասում է, որպեսզի այս իրողությունը ցույց տա մեր մեղավոր բնույթ ունեցող եսի կամ այդ սրտի կամ այդ գեների մեջ կատարված ինչ-որ երևույթի մասին։ Միևնույն ժամանակ տեսեք Եզեկիելը ինչ է ասում։ Սրանք մարգարեներ են, որոնք մարգարեացել են այդ հիմքերի վրա։ Եզեկիելը իր 18-րդ գլխում, 18-րդ գլխի 31 համարում ես այսպես է ասում. Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որովհետեւ ինչու համար մեռնիք, ով Իսրայելի տուն։ Այնպիսի տպավորություն է, որ դիմում է մեզ, որ ինչ-որ բան անենք, այնպես չէ։ Բայց ինչ է ասում։ Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, մենք ինչպես դեն գցենք։ Ինչ կերպով, որով դուք հանցավոր եղաք, եւ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որտեւ ինչու մեռնեք։ Թվում է թե մեզ է դիմում, մենք ով ենք։ Եթե դիմում է Հովանեսին, Հովանեսը Ադամից իր հորից ժառանգած մեղավոր բնույթով մեկն է։ Նա ոնց պետք է այս բաները անի։ Տեսնում եք, ուրեմն որպեսզի այս երբեմն պարադոքսալ հակասական թվող բաները բարձվեն, պետք է Աստվածաշունչը իր ամբողջականության մեջ քննել։ Դրա համար այս նույն Եզեկիելը այս անգամ 36-րդ գլխում 36-րդ գլխում եւ 26 համարում ասում է ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Ասում են սա վերջապես Հասկացանք։ Հիմա եղավ, որովհետեւ անպայման պետք է համաձայնեցնել Աստվածաշունչի ամբողջականությանը։ Ուրեմն եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Ուրեմն այստեղ չի խոսվում մեր քարեղեն սիրտի բարելավման մասին։ Որ եկեք այդ քարեղեն սիրտը բարելավենք եւ այլն, ոչ։ Այդ քարեղեն սիրտը պետք է փշրվի, կոտրվի, դեն նետվի, խաչվի, մեռնի, այսպես ասենք, եւ փոխարինվի Աստծո գերությունից ազատված, վերստին ծնված, խաչի ճանապարհով հարություն առած Աստծո որդիով, Աստծո սրտով, որպեսզի իր որդին իր սիրտը ունենա։ Այսինքն ստեղ նկատում ենք, որ նախաձեռնողը Տերն է, մի տեսակ տպավորությունը այնպես է գրած, որ մենք պետք է դա նախաձեռնենք ունենալու նոր սիրտ։ Սրանից առաջ, բայց այստեղ կարծես
հաստատում է տերը, որ ես եմ դա անողը, բայց գործեցեք բառը կարծում եք, որ նրա մասին է, որ մտածեք այդ ուղղությամբ, խորհեք, հասկացեք, որ դա է ձեզ պետք, խնդրեք։ Մի հատ շատ կարևոր մի բան ունեմ ասելու մեր ունկնդիրներին, մեզ էլ նույնպես իհարկե, որ միշտ հիշենք, միշտ իմանանք, որ Աստծո սուրբ գրային կերպը կա անելու։ Ամեն անգամ, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, որ մեզ ուղղված է ինչ-որ բան անելու, կամ մեզ ուղղված է ինչ-որ բան չանելու, որտեղ շատ կան այդպիսի բաներ, չէ՞։ Օրինակ, հակառակ կեցեք սատանային եւ նա կփախչի։ Օրինակ, ես պատահաբար այսպես հիշեցի։ Կամ ջանք արեք, այդպիսի դուք որ զորավորեք, դուք որ ջանք արեք, դուք որ զորավորեք տկարների տկարությունը վեր առեք եւ այլն եւ այլն։ Այս արեք, այն արեք, վերջապես, հա։ Բայց Աստված նաեւ տալիս է կերպը անելու։ Այո։ Եթե աստվածային կերպով չարվի, չի լինի։ Ինչ էլ որ անես, իր փառքի համար չի լինի, իրեն հաճելի չի լինի, իր սրտի համեմատ չի լինի։ Օրինակ շատ ենք ասում հավատացեք, մարդիկ չգիտեն ոնց հավատան, բայց կերպը կա հավատալու, այսինքն սա պետք է սովորել։ Կերպը առաքյալ, ես այդ մասին բավական խոսել եմ այս հարթակում, կերպը Ֆիլիպեցիների մեջ շատ հստակ է։ Այդ կերպը Քրիստոսի մահվան կերպարանակից լինելով է։ Քրիստոսի մահվան կերպարանակից լինելով, այսինքն ամեն բան ինչ որ պետք է անենք, պետք չէ անենք եւ այլն, դա անց է կացվելու խաչի քարոզչության միջոցով։ Առանց դրա հնարավոր չի, առանց դրա կդառնա եսակենտրոն։ Ավետարանը կդառնա եսակենտրոն։ Անկամ եթե բարիքներ անես, անկամ եթե, չգիտեմ, լեռներ տեղափոխես, դա կդառնա եսակենտրոն։ Եսասիրությունից կբխի, ոչ թե Աստծո սիրություն։ Այս սա է այն շփոթելու կամ այն գլորման տեղը, որ մարդիկ սայթակում են։ Առաքյալը ասում է ճանաչեմ նրան, նրա հարուցյալ զորությունը, նրա չարչարանքներին մասնակից լինելը, բայց կերպը հետևյալն է, նրա մահվան կերպարանակից լինելով։ Թեև չեմ ասում հասել եմ, կատարյալ եմ, բայց կատարյալ ենք, հետո ասում է 3-րդ գլխի 15 համարի մեջ Ֆիլիպեցիս, մենք որ կատարյալ ենք, այս խորհենք եւ այս կանոնի համեմատ քայլենք, գնանք, որ կանոնի Քրիստոսի մահվան կերպարանակից լինելու կանոնի, որը նշանակում է մեր մեղավոր բնույթի մահը, թաղումը եւ հարուցյալ զորությամբ Աստծո որդու, Աստծո գենի վերածնված կյանքը, իշխանությունը այս մարմնի վրա, որ փոխարինի այդ մեղավոր բնույթին, նա պետք է մեռնի, նրան չեն բարելավում։ Ես ամեն անգամ կրկնում եմ սա։ Եթե բարելավել հնարավոր է, Քրիստոսի զուր մեռավորը։ Պետք է խաչի քարոզչությունը իր տեղը գա։ Խաչի քարոզչությունը եսակենտրոն չէ, եսի բարելավման մասին չէ, եսի բարեփոխման մասին չէ, խաչի քարոզչությունը եսի մահվան մասին է։ Նրա հետ մեռնելու, թաղվելու եւ հարություն առնելու։ Պատկերացնում եք ինչքան կարևոր է սա։ Հիմա շարունակենք, որպես ժամանակը արագ է անցնում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ուրեմն Սերմնացանի առակը։ Սերմնացանի առակի մեջ շատ հետաքրքիր է։ Մատթեոս ավետարանի մեջ 13 գլխի մեջ ունենք եւ ունենք Ղուկաս ավետարանի մեջ։ Ղուկաս ավետարանը շատ հետաքրքիր ձևով որոշ երանգ կամ որոշ մանրամասնություններ է մտցնում։ Ուրեմն ինչը որ վերաբերվում է սրտին։ Եվ մասնավորապես, որպեսզի ամբողջը չկարդանք, դուք կարող եք կարդալ ուրեմն ես ձեզ ասեմ տեղերը
դուք կարող եք կարդալ Մատթեոս 13 գլխի ուրեմն այդ արհետ սկզբից սկսվում է Սերմնացանի առակը Հիսուս բացատրում է եւ համեմատեք 15-րդ գլխի մեջ բանի Ղուկասի 15-ից մինչև 20 առաջինից մինչև 20-ը եթե կուզեք բայց ես ձեր ուշադրությունը անմիջապես հրավիրեմ մի շատ հետաքրքիր տեղ որ Մատթեոսը այդ նրբությամբ կամ այդ ձևով չի ներկայացնում մինչդեռ Ղուկասը այո ուրեմն Ղուկասը տեսեք ինչ է ասում ես բացեմ այդ տեղը Ղուկաս ուրեմն 15 եւ 18 որպեսզի ամբողջը չկարդամ կներեք ես ուրիշ տեղ ասեցի դες Մատթեոսներ Ղուկաս ուրեմն Ղուկաս 6-րդ գլուխ մի րոպե ինչ որ գրել եմ մի հատ կարդանք որտեվ ասեն չեմ հիշում Ղուկաս 6-րդ գլուխ 45 համար ուրեմն այստեղ է ճիշտ է ուրեմն Ղուկասը հետևյալ բանն է ասում նախ մի քիչ վերևից կարդամ որ ավելի պարզ լինի 43 համարից ասում է որովհետև Հիսուսն է ասում որովհետև բարի ծառ չկա որ չար պտուղ բերե եւ ոչ էլ չար ծառ որ բարի պտուղ բերե ուրեմն կա բարի ծառ կա չար ծառ բայց բարի ծառը չի կարող չար պտուղ բերել չար ծառն էլ չի կարող բարի պտուղ բերել հնարավոր չի եւ որովհետև ամեն մեկ ծառ իր պտղիցն է ճանաչվում որովհետև փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուցը խաղող են կթում այսինքն երբեք թուզը փուշը չի կարա թուզ դառնա ոչ էլ թուզը կարող է փուշ դառնա նա փուշ է սա էլ թուզ է սա է ուզում ասել հստակ է չէ ուրեմն բարի մարդը իր սրտի բարի գանձիցը բարի է բխում եւ չար մարդը իր սրտի չար գանձիցը չար է բխում որովհետև սրտի ավելցածիցը խոսում է նրա բերանը քիչ առաջ մենք տեսանք որ բոլորի սիրտը խաբեփա եւ աննարինս չար է եւ այնտեղից են գալիս ամեն ինչ որ պետք է փոխարինվի այդ սիրտը մարմնական սիրտով պիտի փոխարինվի Աստծո օրենքի համեմատ ուրեմն Աստծո բնույթի Աստծո սրտի համեմատ այսպես ասեմ ուրեմն որպեսզի այդ որովհետև սրտի ավելցածից է խոսում մարդը ինչ որ ասում է նրանից բխում է կամ չար կամ բարի եթե այդ չարը չի մեռել չի փոխարինվել բարիով որովհետև ոչ թե չարը դառնում է բարի կամ բարին դառնում է չար ուրեմն այդպես չի տեսնում եք ինչ բանը ուրեմն այստեղ է խնդիրը որ այն բարին որը գերության մեջ է չարի այդ գերին պետքա գերություն բռնողը պիտի մեռնի կամ գերությունը գերության պիտի առնվի այսինքն գերություն որ գինես գերի է բռնել նա է գերի բռնվում հիմա որպեսզի Աստծո որդին ազատվի Աստծո սիրտը սկսի գործել ոչ թե մեր մեղավոր չար սիրտ այստեղ կարևոր հանգամանք կա բայց գալով այդ Սերմնացանի առակին ուրեմն դա 8-րդ գլխի 15 համարն է 15 համարը որպեսի բոլոր 3 տեսակ 4 տեսակ կա չէ Սերմնացանողի ինչ է տեղի ունենում 4 տեսակներ է բայց 15-ում գրված է շատ հետաքրքիր մի բան բայց այն պարարտ երկրի միջինը նրանք են որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում եւ ընդունում են եւ
համբերությունով պտուղ են տալիս։ Միայն Ղուկասն է այս տեսակ ասում։ Շատ դիտարկիր է, ես անմիջապես համեմատեմ Մատթեոսի հետ, որ այս տարբերությունը ավելի հստակ լինի։ Ուրեմն Մատթեոս 13-ի մեջ, տեսեք, երբ որ բանը գալիս է պարարտ հողին, ուրեմն գիտեք, որ ոմանք ընկան ճանապարհի մեջ, ոմանք քարերի մեջ, արմատ չունեն, ոմանք փուշերի մեջ, բայց այս ոչ մեկի համար չի ասվում, որ նրանց բարի սիրտը, բարի հող ասելով ինչի նկատի ունի։ Նրա ուղղակի ասում է, օրինակ եւ ուրիշներն ընկան բարի երկրի, բարի հողի վրա եւ պտուղ էին տալիս, որը 100, որը 60, որը 30։ Հիմա Ղուկասը հետարքիր նրբություններ է մեզ ներկայացնում, որ այդպես են հասկացել, երբ որ աշակերտներին բացատրել է Հիսուսը, բացատրել է նաև այդ բաները, ինչը որ քիչ առաջ ուրեմն կարդացինք, ուրեմն 8-րդ գլխի 15 համարը, տեսեք նրբությունը ինչումն է, բայց այն պարարտ երկրի միջինը նրանք են, որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում, ուրեմն բարի եւ հոժար սրտով են լսում, են մյուսները չի գրված, թե ինչ սրտով են լսում, գրված է, որ նրանք իրենց մեկը իրենց զբաղմունքներով, փուշերի մեջ, են մեկը թեթևորեն եւ այլ արմատ չունեցնելով, մյուսը, բայց այստեղ այս բարի հողի վերաբերյալ ցույց է տալիս, թե բարի հողը իրենից ինչ է վերջապես ներկայացնում, բարի հողը ներկայացնում է իրանից բարի եւ հոժար սրտով լսել, իսկ դուք գիտեք, որ ինչպես շատ տեղեր ասում է, տեսեք ինչպես եք լսում, ուրեմն լսելը շատ կարևոր է, որովհետև այդ լսելուց է գալիս հավատքը, այդ լսելով է լինում մնացած բոլոր բաները, եւ Հիսուս ասեց Պիղատոսին, որ նրանք, ովքեր ճշմարտությունից են, նրանք են ինձ լսում, ինձ լսողները իմիններն են, որոնք ճշմարտության գեն ունեն, տեսնում եք, այն ճշմարտությունը, որ Աստված սիրում է տեսնել երիկամների եւ սրտի մեջ, այս սրանք են լսողները, որովհետեւ այս տեսակ լսողների սիրտն է բացվում, Լիդիայի պես, սիրտը բացվում է, որ սրտի ականջներով լսի, որ սիրտը խորհի, սիրտը զգա, սիրտը կամենա, այ հետա որ սիրտը, են սիրտը, որը Աստծո սիրտն է։ Ստեղ հոժար բառը շատ կարևոր է նաև, որովհետև երբ որ օրինակ տեսեք Հիսուսը ինչ խոսքեր ասեց, շատ բարդ հասկանալի, ընդհանրապես հասկանալի չէր, երբ որ ասեց միջև իմ մարմինը չուտեք, այրունը չխմեք։ Եվ շատերը չհասկացան, այսինքն այստեղ հոժարության խնդիր կար, այսինքն դիմադրողականություն կար, երբ որ մարդը սկսում է տրամաբանել իր մարդկային ուղեղով Աստծո խոսքը, դա նշանակում է, որ ինքը դիմադրում է, եւ դա էլ է պատճառ դառնում, որ խոսքը չի թափանցում, ինչ կասեք սրա մասին։ Դե այստեղ ես ասելիք չունեմ, այստեղ հստակ ասվում է բարի հողը ինչ է, բարի հողը նրանք են, որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում եւ ընդունում են, սա է բարի հողը, ուրեմն բարի հողը մեր սրտի բարի տեսակն է, հոժար սիրտ է, հոժար սրտով, խոսքը լսում է եւ ընդունում է, այսպիսի մի քիչ ուզում եմ կներես Հովհաննես եղբայր, մի քիչ ուզում եմ սրա մասին մի փոքր խորենք, որտեղ շատ կարևոր է հոժարության մասին, մենք գիտենք, որ հոգևոր տերմին կա այսպես հերձվածողություն, հերձել կամ այսպես ասած խոսքը մեզ ինչ որ մեզ դուր է գալի ընդունել, ինչ որ մեզ դուր չի գալիս չընդունել։ Այսպիսի երևույթներ հիմա շատ կան։ Ինչ եմ սա հատուկ շեշտ ուզում դնել, որ
հասկանալին ինի մեզ համար, որ որքան էլ չսիրի քո անձը, քո մարդկային բնույթը, խոսքեր, որոնք դուր չի գալիս քեզ, բայց դու միևնույն է հոժարությամբ ընդունում ես դա, արդյունքա բերա երբեմն խնդիրներ թվում է թե կունենաս, եթե այդ խոսքը հոժարությամբ ընդունես, սրան մասին շատ կարևոր է մի փոքր կներես, որ պնդեցի, բայց իրոք շատ կարևոր է հասկանալ, որովհետև այսօր սա հստակ տեղի է ունենում այս երևույթը, երբ որ հոժարություն չկա, Տերը մեզ սիրում է, Տերը մեզ օրհնում է, Տերը մեզ բարի է, Տերը մեզ փրկել է, մի տեսակ էգոցենտրիկ հոգեբանություն, այս հոժարությունը չի կարող իր մեջ ներառել։ Կներես սրա, որ մի փոքր սրա մասին շեշտ եմ դնում։ Մի ուրիշ եթե Աստված կամենա, հաղորդման մեջ երևի կխոսենք եսակենտրոն ավետարանի մասին։ Եսակենտրոն ավետարանը, որտեղից ծնվեց, որ ինչպես շարունակվեց եւ ինչ սովորությամբ է գործում մինչեւ այսօր, որովհետեւ այդ բոլոր երևույթները այդ մեկ բարի մեջ է եսակենտրոն ավետարան։ Շատ լավ, շարունակենք։ Եվ սա մեծ թեմա է։ Հիմա ինչ վերաբերում է ուրեմն այս մեր նյութին, որը ասեցինք, ես ուզում եմ նաև Հովանու ավետարանի մեջ կարդանք, ուրեմն Հովանու 3-րդ գլխի 16-ից դուք գիտեք, որ Առաջի գլխի մեջ Հովանեսը մեզ բացատրում է, որ այդ լույսը իրեններին եկավ եւ իրենները չընդունեցին, նրանց գործերը չար էին, նրանք չընդունեցին նրան, այսինքն բարի, հոժար, այդ ընդունողները չընդունեցին, բայց նրանք, որ ընդունեցին, այսինքն այդ տեսակներին ընդունեցին, բարի, հոժար սրտով, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու կամ կոչվելու, նրանք, ովքեր հավատացին նրա անունին, նրա անվանը։ Եվ այստեղ արդեն 3-րդ գլխի մեջ այսպես է ասում, մեր հայտնի համարները, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, այդ օլամն է, որ մեր մեջ դրել է, ուշադրություն դարձրեք, հավիտենությունը, այն ճշմարտությունը, որ ինքը սիրում է մեր երիկամների մեջ, դրել է այնտեղ, իրենն է, եթե հավիտենական է, ուրեմն ինքն է, իր որդին է, ուրեմն այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվա, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, կամ ժառանգի, հրյան ունենալ չունի, ասում է ժառանգի, որտեղ որդի է։ Հիմա բացատրվում է սա, թե ում մասին է խոսքը, այդ ովքեր են, որ հավատում են։ Որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի։ Իսկ չհավատացողը արդեն դատապարտված է։ Այս արդեն բառը շատ զարմանալի բառ։ Արդեն դատապարտվածը չի հավատում։ Ոչ թե չի հավատում դառնում է դատապարտված։ Այդ չի հավատում, որտեղ արդեն դատապարտված է։ Դա բոլորովին ուրիշ է։ Այնպես չէ։ Ուրեմն նրան հավատացողը չի դատապարտվի, որտև նրան հավատացողը իրն է, ինքն է ճանաչում,
Իսկ չհավատացողը արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին։ Այսինքն նա Աստծո որդի չի կոչվում, որտեղ նրանք, ովքեր Աստծո որդի կոչվեցին, նրանք հավատում են նրա անունին։ Եվ սա է դատաստանը, որ լույսը աշխարհը եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին։ Որովհետև ամեն չար գործողը ատում է լույսին եւ չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն։ Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվին, որ Աստուծմով գործվեցան։ Հիմա ես նորից ասեմ, ամեն խոսք, երբ որ մենք խորապես հասկացել ենք, թե որն է եսակենտրոնավետարանը, անմիջապես կզգանք, որ այստեղ անպայման մի հատ բան կա, որ այդ եսակենտրոն ավետարանից պետք է դուրս գալ եւ Քրիստոսակենտրոն ավետարանը ընդունել։ Ամեն։ Այո։ Եվ քանի որ արդեն մեր ժամանակը լրացած է, ես եւս մեկ համար կարդամ Եփեսացիս թղթի մեջից, ուրեմն Եփեսացիս առաջի գլխի 18 համարը կարող ենք այո ասում է որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերումը եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսումը գործադրեց նրան, մեռելների միջից հարուցանելով եւ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում։ Սա իմ համար արդեն տեսնում եք Պողոսը մի ուրիշ, բոլորովին ուրիշ մի հատ խորը բնույթ է տալիս այս ամեն ինչին, որը արժի իհարկե ավելի խորը ուսումնասիրել, սակայն մենք անցնենք առաջ, ես նաև Եփեսացիս 3-րդ գլխի մեջ կուզեմ կարդալ ձեզ համար, ուրեմն ես խորհուրդ կտամ, որ ընդհանրապես այդ գլուխը ամբողջովին կարդացվի, մասնավորապես ուրեմն 13-ից մինչև 21 ամաները, բայց մենք կենտրոնանանք 17-ի վրա։ Ուրեմն 17-ը ասում է, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք։ Սիրով սրտերումը Քրիստոս հավատքով բնակվի։ Այդ որ սրտի մեջ պիտի բնակվի, այն որ անհնարինը չար եւ խաբեբայ է, այնտեղ կարող է ինքը համակեցություն ստեղծել այդ տեսակ բնույթի չի կարող։ Ուրեմն ինչ պետք է լինի, մի բան պետք է լինի, որ նա կարողանա սրտի մեջ բնակվել։ Պետք է այդ սիրտը քանդվի։ Պետք է այդ սիրտը, այդ չար բնույթը, մեր մեղավոր բնույթ ունեցող եսը պետք է մեռնի, թաղվի եւ հարության զորությամբ Աստծո գեն Աստծո որդին վերածնվի եւ նրան փոխարինի։ Ամեն։ Սա դառնում է Քրիստոսակենտրոն ավետարան։ Ամեն։ Ամեն։ Ոչ թե ես, հապա նա։ Ամեն։ Իսկ քանի ես մարմնի մեջ եմ, իր Աստծո որդու, այսինքն այդ վերստին ծնված որ Աստծո որդի է, այդ Աստծո որդին հավատք ունի։ Այդ Աստծո որդու հավատքով եմ ապրում, որը տրվում է նույն սերմի մեջից, Աստծո խոսքի մեջից, որով էլ հենց ծնվել եմ, այդ սերմով եմ ծնվել, այդ հոգուց եմ ծնվել եւ
հոգի եմ։ Այդ սերն էլ ճշմարտություն է, ուրեմն ճշմարտությունն է Աստծո սիրածը, որ երիկամների մեջ տեսնում է։ Ամեն։ Թող Աստված օրհնի այս խտացված, միգուցե մի քիչ բարդ թվացող թեման, բայց հնարավորին չափ որքան կարողացա պարզ ձևով ներկայացնել, սա է եղբայրս։ Այո, շնորհակալ եմ Հովհաննես եղբայր, եւ շատ կարեւոր։ Ես կասեի այսպես, նրանք ովքեր ունեն վերստին ծնունդ իսկապես եւ ուշադիր են այդ ծնունդի հասունությանը, նրանք հասկանում են ինչի մասին է խոսքը։ Նրանք ընդունում են անդիմադրելիորեն եւ սիրով այս խոսքերը։ Շատ բաներ գուցե չենք կարողանում դեռ հասկանալ, բայց միևնույնն է, մենք գիտենք մի կարևոր բան, որ դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, Տեր, ուր գնանք քեզանից։ Ամեն։ Սա շատ կարևոր է ընդունել այդ խոսքերը անդիմադրելիորեն, որովհետեւ այն ինչը որ վերաբերվում է Քրիստոսի պատկերին կերպարանակից լինելու, ունենալու նրան մեր մեջ, նկատելու, որ մենք հոգևոր կյանքում աճում ենք, հասունանում ենք, եւ այդ խոսքերը մեզ համար ջրի պես է, ծառավ սիրտը մեր ընդունում է, ներծծում է, ներքաշում է, այդ մեր սպունգի պես այդ խոսքը, որը ճշմարտությունից է, որը Քրիստոսին է ներկայացնում եւ մեր հարված է տալիս մեր հին բնույթին կոտրելով նրան, ուրեմն դա ճշմարտությունիցն է։ Սա շատ կարևոր է։ Այո, շնորհակալ ենք Հովհաննես եղբայր, ես էլ շատ կներես մի փոքր միջամտեցի, բայց իրոք կլանված լսում է եւ խորհում է այդ խոսքի շուրջ, որը իրոք դա այդպես է, դա է ճշմարտությունը։ Եվ նորից ուզում եմ պնդել, որ նրանք ովքեր Տիրոջ հոգուց են, իրոք հասկանում են, որ չի կարելի, երբ որ Աստծո խոսքից ինչ-որ բան կտրեցինք, հեռացրեցինք կամ վերցրեցինք, դա չի աշխատելու մեր կյանքում։ Դա հերձվածողություն է, հենց ուղիղ իմաստով։ Ինչ է հերձվածողություն։ Դա նշում է կտրել, առանձնացնել, որը կորցնում է ամբողջ, չգիտեմ, չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասել զորություն Աստծո խոսքի, բայց վստահ այդ խոսքը մեր կյանքում ոչ մի բան չի անելու, չի աշխատելու։ Կտրված խոսքը չի աշխատում։ Ինքը պետք է ամբողջությամբ հոժարակամ ընդունվի, որը իր գործն անում մեր կյանքում։ Շնորհակալ եմ Հովհաննես եղբայր, եւ իրոք սրտի այս թեման շատ լայն թեմա է եւ շատ կարեւոր, եւ իզուր չէ այդ խոսքը, որ կար ամեն բանից ավելի զգուշավոր եղիր քո սրտի հետ։ Սա էլ լուրջ թեմա է, որքան ենք մենք ուշադիր, թե ինչա դուրս գալի, որքան ենք կարող ֆիլտրացնել, որքան ենք կարող հասկանալ, թե մեր սրտից վերջապես ինչա դուրս գալի։ Դա մեր կյանքում նկատելի կլինի, մենք կնկատենք դա, կհասկանանք վերջապես ինչ սրտի տեր մարդ ենք, այսպես կոպիտ ասած։ Շնորհակալություն Հովհաննես եղբայր, շատ լիքը մտածելու առիթ տվեցիր մեզ, Տեր օրհնի քեզ շատ։ Այո։ Կխնդրեմ քո աղոթքով ավարտենք եթերը։ Շատ լավ, աղոթենք։ Այո, սիրելի երկնավոր Հայր, ամեն անգամ, երբ առնչվում ենք քո խոսքին, զարմանում ենք դե։ Եվ զարմանքը մեր մեջ մղում է մեզ քեզ ավելի սիրելու, ավելի ճանաչելու։ Այս զարմանքն է, որ քո մեծությունը ցույց է տալիս, եւ հետեւաբար մենք էլ երջանիկ ենք քո մեծության մասը լինելու, քո մեծության որդին լինելու։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ նրա ձեռքով, որքան երախտապարտ ենք Տեր քեզ այս բոլոր բաների համար, այս խոսքի հայտնությունների համար, մեզ առաջնորդելու համար, մեր մեջ նոր սիրտ, մաքուր սիրտ ստեղծելու համար, որով միայն նրանով, մաքուր սրտով կկարողանանք քեզ տեսնել, ով Հայր, քո որդուդ Հիսուս Քրիստոսի կատարածի երախտիկով եւ նրա անունով խնդրում ենք քեզ առաջնորդիր մեզ քո ճանապարհներումը, քո փառքի համար, քո հանուն քո սիրո պատասխանի
Ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Փարտիդոչը հրաշալի այս թեմայի համար եւ ափսոս որ կամ այսպես կուզեի ասել շնորհակալ եմ նրանցից ովքեր կիսվեցին այս եթերը ես նկատում եմ թվականակով թե որքան են դիտողները եւ եթե այս 20 հիմա ներկապային 27 հոգի են եթե այս 27 հոգի մեր քույր եղբայրները կիսվեն մի քանի անգամ այս եթերը հաստատ կդառնար գոնե մի 100 հոգի բայց ափսոս որ Եթե դուք տվեք հանդիմանական ձևով ասեմ, ափսոս որ շատերը չեն կիսվում այս եթերը։ Ինչևից է, հետո էլ կարող եք կիսվել։ Տեր օրհնի ձեզ շատ։ Մնացեք խաղաղությամբ։ Հովհաննես եղբայր կրկին շնորհակալություն եւ առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։